Այս տարվա հոկտեմբերի 7-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից Վարդենիսի բաժին ստացվել է Գեղարքունիքի մարզի Տրետուկ գյուղի մի բնակչուհու դիմումը հասցեագրված Հայաստանի Հանրապետության նախագահին։ Դիմումում կինը ներկայացրել էր մի հուզիչ պատմություն որդու հետ կապված։ Վարդենիսի ոստիկանների պարզածի մեջ, սակայն, հուզիչ քիչ բան կար։ Դիմումի մեջ կինը մասնավորապես նշում էր, որ իր որդին Դավիթ Բաղդասարյանը տարբեր մարդկանցից անասուններ է հավաքել, որ գումարի դիմաց պահի եւ այդ գումարով իրենց տունը սարքի, սակայն անասուններից 4-ին գողացել են, մինչ օրս փնտրում են ու չեն գտնում։ Կինը հավելում էր, որ իրենց մեկ կովը տվել են անասնատերերին, պետք է մյուս 3-ի գինն էլ հատուցեն 600,000 դրամ, բայց հնար չունեն։ Անասունների տերերը սպառնացել էին իրեն, եթե գումարը չտան, որդուն կսպանեն։ Վերջում կինը խնդրում է դրամական օժանդակություն պարտքը տալու համար։ Ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստվեցին նյութեր, ձեռնարկվեցին օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզվեց սակայն, որ կնոջ հաղորդած տեղեկություններն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Նրա որդուն հանդիպեցինք ոստիկանության Վարդենիսի բաժնում։ Առանց նրանց տեղյակ պահելու մենք այդ անասունները տարել ենք, ծախել ենք ընկերոջս հետ, բայց վերջում այդ անասունների տերերի հետ խոսացել որ ես կամաց փակեի այդ փողը եւ իմ ընկերոջ հետ փակել եմ ու վերջացրել եմ էլի։ Մայրս գիտեր, որ այդ անասունները կորցրել եմ։ Ես այդ ձևի ասեմ իմ ընտանիքին, որ կորել են անասունները։ Դավիթը միայնակ չի եղել, նրան ընկերակցել է Ալբերտ Մովսիսյանը։ Միասին էին հովվություն արել, միասին էին որոշել անասունները մորթել ու վաճառել։ Մի գյուղացու 3 անասունը վաճառել էին 450,000 դրամով, մեկ այլ գյուղացու կովը 200,000-ով։ Իսկ գումարը ըստ Դավիթ Բաղդասարյանի այդ գումարը չգիտեմ իմ ընկերը ինչ ա արել, բայց բանա, այդ ինքը վարկ ուներ, վարկներ 10 տանը մոծում եմ էլի։ Հիմա ընկերոջ անունն էլ չի ուզում լսել, իսկ նամակի մասին իմացել է միայն ոստիկանության Վարդենիսի բաժնում, իր ասելով նույնիսկ տեղյակ չի եղել անասնատերերի հնչեցրած սպառնալիքներին։ Իմ մայրիկն ինձ չէր տեղեկացրել, որ տավարատերը եկել է իրան սպառնացել է։ Ես աշխատում եմ մեր գյուղապետի մոտ կարտոշկի դաշտում, կարտոֆիլ էինք վարձում եւ խոսացել էի, որ այդ աշխատավարձով, ասենք ես էլ իմ արդեն ամեն ինչը կարգավորեի։ Ես զգացել եմ, որ սխալ բան եմ անում։ Տղան չէր էլ պատկերացնի, որ իր մի սուտը այսքան իրարանցման առիթ կտա։ Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույքի յուրացում։